Իշխանության զավթման և ահաբեկչության փորձի համար մոտ 7 ամիս առաջ կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստանյանն էլ այսօր դատարանում պնդել է գործի հիմքում ապացույցներ չկան։ Փաշինյանի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի նախկին առաջնորդը զայրացած էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարություններից, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանքներ չկան։ Վրդովված էր նաև ԵԽԽՎ զեկույցից, որտեղ մտահոգված էին հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումներով, բայց նրանց չէին դասել քաղաքական բանտարկյալների շարքում, ինչպես ընդդիմությունն է պահանջում։ Arczepiskopos-ը եվրոպացիներին քննադատություն է ուղղել անգլերենով։ Ամենակարևոր բաները, ես դարձյալ չվերադառնամ փորձակնությունների թեմային, որ ինձ համար դրանք այլևս absurdi ժանրից են ընդհանրապես, բայց գործը եթե մեկ կեղծիք ունի և մեկն են գա փոխում, դա այլևս գործ չի։ Կա ահաբեկչություն կամ որևէ գործողություն անելու համար պետք է լինի վայրը, կարծում եմ պետք է լինի օրը, ժամանակը և պետք է լինի օբյեկտը, ովքեր էին այդ օբյեկտը կամ ով էր օբյեկտը, նշում, կա այդպիսի բան, ուրեմն, քանի որ ես դատարանում պատվարժան դատարան, այսպիսի վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրող կողմից իրավունք է տալիս ուրեմն Հայաստանի Հանրապետության այսպես կոչված արտգործնախարարին, որին ես շատ լավ եմ ճանաչում, Եվրոպայի պարլամենտում խորհրդում հետևյալն ասելու. Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։ Սա բացահայտ ձևով են արել։ Հիմա ամենակարևորը, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականությունն ենք Հայաստանում, ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են։ Նաև սպանության կոչեր են արել։ Հիմա այս գործը ամբողջության մեջ բանաձևվածը այս մարդու խոսքում, այս անպատասխանատու մարդու խոսքում եւս մի զրպարտիչ, եւս մի ստախոս։ Հիմա եթե դատարան գնանք այս խոսքի համար, կասի ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ ասում։ Դու մարդկանց կյանքին է ձեր ասածները վերաբերում։ Ես եթե թույլ տաք հիմա կանեմ հայտարարությունը, կամ էլ հետո կանեմ, որովհետեւ ուղղվածը պատվարժան դատարան Եվրոպական խորհրդի պարլամենտին, I assure you, with the help of my reason Lord, Armenia will be free and justice and truth shall prevail. Ես էլ ասում եմ, դուք կեղծավորներ եք, փտած գերեզմաններ եք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մաղթում եմ նույն դեմոկրատիան լինի ձեր երկրներում, ինչպես Հայաստանում է, բայց Հայաստանը պիտի ազատագրվի, արդարությունն ու ճշմարտությունն էլ պիտի հաղթանակվի։